Հայաստանում հազարավոր մարդիկ այսօր չեն կարողանում աշխատանք գտնել մի պարզ պատճառով՝ չունեն էլեկտրոնային փոստ կամ չգիտեն ինչպես կազմել թվային CV։ Այս թվային անջրպետը հաղթահարելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր ծրագիր է շրջանառել։ Նախատեսվում է ոչ միայն սովորեցնել թվային գրագիտություն, այլև բարձրացնել գործազուրկների ներգրավվածությունը պետական և տնտեսության բոլոր ոլորտներում։ Այսօր գործազրկության մակարդակի վրա ազդող և նպաստող գործոններից մեկը դա թվային գրագիտության պակասն է մեր բնակչության շրջանում և հատկապես գործազրկության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մոտ, նրանք թվային միջավայրում իրենց դրսևորել չգիտեն, հատկապես անվտանգ կերպով դրսևորել չգիտեն, խոսում ենք այժմ տարրական հմտությունների մասին, ենթադրենք էլեկտրոնային փոստի կիրառություն, CV-ի կազմման հմտություններ եւ այլն։ Սա թերևս Հայաստանում իրականացվող թվային գրագիտության միակ եւ առաջին ծրագիրն է, որը տարած է իրականացվում կոնկրետ շահառուների ամբողջական ծածկույթ ապահովելով։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 10,000 գործազուրկ անձ, հետագա փուլերում շահառուների թիվը հասցնելով մինչև 30,000-ի։ 6 շաբաթվա ընթացքում նրանք կսովորեն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքներ, կիբերանվտանգություն և թվային էթիկա, անպայուն տեխնոլոգիաներ և կիրառական ծրագրեր։ Շահառուները միասնական սոցիալական ծառայությունում գրանցված գործազուրկներն են։ Վերջնանպատակը մրցունակության բարձրացումն ու գործազուրկների սահուն մուտքն է աշխատաշուկա։ ՄՍԾ-ում գրանցված գործազուրկ անձանց բոլորին պետք է մենք ներգրավենք ըստ հերթականության գրանցման հերթականության եւ ամենակարևորն է, որ տարածքային հասանելիության հարցը եւս լուծելու ենք։ Մենք ծրագիրը միջգերատեսչական համագործակցության արդյունքում ենք իրականացնելու, ԿԳՄՍՆ-ի հետ աշխատելու ենք, որ դպրոցներում եւ քոլեջներում իրականացվի համապատասխան կահավորված դասասենյակներում, այսինքն օրինակ Սյունիքում բնակվողը պարտադիր չպիտի գա Երևանում մասնակցի դասընթացին եւ առկա ռեժիմով է իրականացվելու, որոշ դասընթացներ միգուցե լինեն առցանց, այսինքն հիբրիդ ձևաչափներ միգուցե դիտարկվի։ Թվային տեխնոլոգիաներին տիրապետելը վաղուց արդեն ոչ թե առավելություն է, այլ անհրաժեշտ հմտություն, արձանագրում են փորձագետները։ Նախաձեռնությունն օգտակար է, սակայն մի շարք հարցերի պետք է նախապես ուշադրություն դարձնել։ Գոռ Հարությունյանի կարծիքով առաջին հերթին պետք է փորձարկմամբ գնահատել, արդյոք նախատեսված դասաժամերը, ընտրված դասընթացները բավարար են։ Կարևոր է նաև խմբավորել գործազուրկներին։ Այսինքն բոլորի համար նույն դասապրոցեսները իրականացնելը կարծում եմ կարող է որոշակի չափով ոչ արդյունավետ լինել, կախված նրանց նախնական հակրթական մակարդակից, թե ինչի են տիրապետում, մի մասին տիրապետում են, թե չեն տիրապետում, այդտեղ կարող են տարբեր ուղղություններ լինեն ավելի երիտասարդների մոտ, 45+-ների մոտ, նայած թե ինչ կրթական մակարդակ ունեն այսպայն տվյալ գործազուրկները, տվյալ ուղղություններով կարծում եմ դեռ երբ որ դա արդեն մտնի գործնական փուլ, որոշակի փոփոխություններ ու կարիք կլինի արդեն հայտ գործողություններ գալ իմ կարծիքով, սակայն նախագիծը ընդհանուր առմամբ եւ ուղղությունները, որոնք որ պետք է ուսումնասիրվեն նախագծի շրջանակներում, կարծում բավական հետաքրքիր են։ Դասընթացի նպատակը ոչ թե թվային ուղղությամբ պատրաստ մասնագետներ ունենալն է, այլ նվազագույն անհրաժեշտ հմտություններ ապահովելը, արձագանքում է ՄՍԾ պետի տեղակալը։ Ծրագրում մեկ այլ խթան եւս կա։ Ամենակարևոր կետերից ծրագրի նա է, որ ոչ միայն դասընթաց ենք իրականացնում, նաև ունենք ավարտական թեստավորում, որի ավարտուն 80%-ը դրական անցնելու դեպքում մասնակցին տրամադրվելու է 50,000 դրամի չափով վաուչեր, կրթական վաուչեր, որի արդյունքում մասնակիցը, ով հաղթահարել է դրական միավորներ է ստացել թեստավորման արդյունքում, կկարողանա մասնակցել ԿԳՄՍՆ-ի կողմից հավաստագրված դասընթացների։ Այսինքն սա ըստ էության երկրորդ մակարդակի կրթության հնարավորություն է տալիս ցանկացած դասընթացի, որը մասնակիցը կընտրի եւ որի կարիքը ըստ իրեն կունենա։ Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն աշխատողները, որոնք ունեն թվային տեխնոլոգիաների կիրառության բարձր մակարդակ, ավելի լավ աշխատանքային պայմաններ ունեն, շեշտում է փորձագետը։ Հետևաբար սա միշտ միայն դրական կողմ կարող է բերել մեր հայկական աշխատաշուկայում, սակայն մոտիվացիայի առումով մեծապես դա պայմանավորված է լինելու հայերի մեր ազգաբնակության մոտիվացիայով, թե ինչքանով են իրենք նախընտրում որոշակի նոր կրթական ուղղություններ ձեռք բերել, աշխատաշուկայում ավելի լավ պայմաններով գործ գտնելու համար, սակայն նաև պայմանավորված է, թե ինչքանով կազմակերպիչն է, այս պարագայում նախարարությունը, ինչքանով լավ, այսպես ասած, մարքեթինգ անի տվյալ ծրագրի համար, որպեսզի դա հասու լինի եւ հասնի այդ ինֆորմացիան գործազուրկներին, որպեսզի նրանք կարողանան մասնակցել, որովհետեւ դա կարող է շատերը տեղյակ նույնիսկ չլինեն այդ ինֆորմացիայի մասին եւ սա բաց մնա։ Մեկ անձի հաշվարկով միջինում նախատեսված է ծախսել 49,000 դրամ։ Կանխատեսվում է, որ մասնակիցների մոտ 70%-ը թեստավորման արդյունքում կունենա բարձր գնահատական եւ կստանա վաուչեր։ Եթե կառավարությունը ծրագիրը հաստատի, ապա այն կսկսվի իրականացվել 2027 թվականից։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։